Ինչպես եւ Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատկան մարմինները ներգրավված էին անվտանգության ապահովման մեջ, այս մասին հայտարարել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանն անդրադառնալով Հայաստանի քաղաքասրակության ներկայացուցիչների Բաքու կատարած այցին եւ անվտանգության մտահոգություններին։ Նա նաեւ փոխանցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի ուղերձները Հայաստանի հասարակության ըստ Հաջիևի պատերազմն ավարտվել է, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի փոխնախագահ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ։ Պաշտոնյան դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին։ Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդիրներին։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեաժողովում մի ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել գետնի վրա, վերափոխելով Հարավային Կովկասի անվտանգության լանդշաֆտը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարինե Կոտիկյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական։ Ժնևում ամերիկա-ուկրաինական բանակցություններում խաղաղության ծրագրի դրույթների մեծ մասը համաձայնեցվել է եւ վիճելի կետերի զգալի մասը վերջնականապես քննարկվել է, ըստ պարբերականների փաստաթղթի հիմնական դրույթները համաձայնեցվել են, իսկ վիճելիները մասամբ փոփոխվել են։ Ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել հիշատակայական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան, Fastex Premier League-ի հաջորդ տուրի հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են 1 րոպե լռությամբ։ Բոլոր թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թև կապերով։